Ազգային ժողովի հարգարժան փոխոստնակ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակը հսկիչ դրամարկային մեքենաների համակարգի հետագա թվայնացումն է, էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը եւ դրա կիրառությունը որպես սովորական ՀԴՄ-ի լիարժեք այլընտրանքային գործիք ապահովելը։ Նախագծի տրամաբանությունը պայմանավորված է տնտեսության թվայնացման ընթացիկ միտումներով, վճարային տեխնոլոգիաների զարգացման, էլեկտրոնային առևտրի եւ հեռավար ծառայությունների ծավալների աճով պայմանավորված հարկ վճարողների հարմարավետ փաստաթղթավորման գործիքների ներդրման անհրաժեշտությամբ։ Այսօր գործող կարգավորումներով էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը բավականին սահմանափակ է եւ հիմնականում վերաբերվում է ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում իրականացվող գործիքներին, ինչպես նաև որոշակի պարտադիր ոլորտներին, մասնավորապես ուղևորափոխադրումները կամ առողջապահության ոլորտին։ Առաջարկվող փոփոխությունների հիմքում դրված է պարզ տրամաբանություն հարկ վճարողին տրամադրել ավելի ճկուն ժամանակակից եւ հարմարավետ գործիք, իսկ հարկային մարմնին ապահովել գործարքների վերաբերյալ տվյալների առավել օպերատիվ եւ ամբողջական ստացում։ Մասնավորապես սովորական ՀԴՄ-ների պարագայում իրականացվող գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը այսօր հարկային մարմնի շտեմարան փոխանցվում է համաժամանակեցման միջոցով, որը տեխնիկական առումով կարող է տևել 15 րոպեից մինչև 36 ժամ։ Էլեկտրոնային ՀԴՄ-ի պարագայում տվյալների փոխանցումը կատարվելու է անմիջապես, ինչը հնարավորություն է տալու էապես բարձրացնել տվյալների արդիականությունը, նվազեցնել տեխնիկական ռիսկերը եւ ապահովել վարչարության առավել արդյունավետ իրականացում։ Այս համատեքստում նախագծով առաջին կարևոր փոփոխությունը վերաբերում է էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ընդլայնմանը եւ սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային կիրառման հնարավորության ապահովմանը։ Առաջարկում է հստակ սահմանել, որ այն դեպքերը, երբ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերը կամ նոտարները գործունեություն են իրականացնում սահմանված կարգով հաշվառված էլեկտրոնային ՀԴՄ-ով, սովորական ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր չի լինի։ Միաժամանակ առաջարկում է միասնականացնել սովորական եւ էլեկտրոնային ՀԴՄ-ների վերաբերվող կարգավորումները, հնարավորինս նույնական մոտեցումներ կիրառելով երկու գործիքների նկատմամբ։ Սա վերաբերում է պատասխանատվության միջոցներին, այսինքն այն դեպքում, եթե արկա չէ սովորական ՀԴՄ սարք կամ գրանցված չէ էլեկտրոնային ՀԴՄ, պատասխանատվության չափը նախագծով նախատեսում ենք նույնը լինի։ Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահին։ Գործող կարգավորումներով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքների մատակարարման պահին, սակայն գործնականում հատկապես առաքումների եւ հեռավար վաճառքների դեպքում առաջանում են կիրառական խնդիրներ։ Այդ պատճառով առաջարկում է հստակեցնել կարգավորումը եւ հնարավորություն տալ, որպեսզի ապրանքների մասով հաշվարկային փաստաթղթերը դուրս գրվի մինչեւ մատակարարումը, ինչը կբարձրացնի գործընթացների կանխատեսելիությունն ու գործնական կիրառելիությունը։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ապրանքների առաքման գործարքներին։ Այսօր առևտրի օբյեկտներից դուրս իրականացվող վաճառքների դեպքում ներառյալ առաքման վաճառքները անհրաժեշտ է ուղեկցող հաշվարկային փաստաթուղթ, հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր։ Նախագծով առաջարկում է հնարավորություն ստեղծել, որպեսզի որոշակի պարտադիր տվյալներ պարունակող ՀԴՄ կտրոնը կարողանա նաև կատարել ուղեկցող փաստաթղթի գործառույթ։ Այսինքն, եթե կտրոնը պարունակում է ապրանքի նշանակման վայրի հասցեն, իսկ եթե գնորդը տնտեսվարող սուբյեկտ է նաև տնտեսվարող սուբյեկտի ՀՎՀ-ն, ապա այն կարող է հանդիսանալ ուղեկցող փաստաթուղթ։ Սա էապես պարզեցնում է առաքման գործընթացը, նվազեցնում փաստաթղթաշրջանառությունը եւ բիզնեսի վարչահարական ծախսերը։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ գործող կարգավորման ՀԴՄ կտրոնում ներառվող տվյալները սահմանված են անմիջապես օրենսգրքով, իսկ էլեկտրոնային ՀԴՄ-ի ներառվող վավերապայմանները կառավարության որոշմամբ։ Նախագծով առաջարկում ենք փոփոխություն կատարել եւ սահմանել, որ ՀԴՄ-ների, այդ թվում եւ էլեկտրոնային եւ սովորական, պարունակող տվյալները կսահմանվեն կառավարության որոշմամբ։ Կարևորում եմ ընդգծել նաեւ, որ նախագծով նախատեսված է անցումային բավարար ժամանակահատված, ընդհանուր կարգավորման օրենքը ուժի մեջ է մտնել 27 թվականի հունվարի 1-ից, իսկ ՀԴՄ կտրոնի տվյալների սահմանման վերաբերյալ դրույթը 26 թվականի սեպտեմբերի 1-ից։ Թերևս այսքանը, շնորհակալություն։